եք վարձով տվել դատական դեպարտամենտին և ԱԾ-ին 690,000-ի Ույք վարձով տվել։ Այո, միգուցե խալտովում եք լրացրել, միգուցե վարձակալության ստացած վճարն է եղել, որտև ճիշտ ասած մեր համար էլ է տարօրինակ գույք վարձով տանը։ Ասեք, որ թվականի հայտարարագրի մասին է խոսքը։ Իսա փորձենք գտնել։ Կարող եմ նշել, որ ընդհանրապես դատական դեպարտամենտից ևս այս նույն վարձակալության պայմանագրերի հիման վրա ստացել եմ բնակարանի վարձավճար կառավարության որոշմամբ սահմանված կարգով։ Եթե նման տողի անհամապատասխանություն կա, հնարավոր է սրա հետ կապված։ Լավ, միգուցե տեխնիկական բան։ Լավ, գանք մեքենային, դուք մեքենա չունեք։ Դուք բարևարկության հարցաթերթիկում նշել եք, որ ուրեմն խախտումներ չունեք, բայց 23 թվականի օգոստոսին 99 մի խոսքով կարևոր չի պետք հմանանիշերը Honda CR-V մեքենայով տուգանվել եք առանց տեղազանության մեքենա վարելու համար, ինչպես կբացատրեք հակասություն։ Ճիշտ է այդ տեղեկությունը, բայց հակասություն չկա, քանի որ ըստ բարևարկության հարցաթերթիկի Վերջին մի տարի լավ, դուք որպես փաստացի օգտագործող նշել եք Kia Forte-ն, որը եթե հիմա հիշողությունս չի դավաճանում, ձեր աներոջն է պատկանում, հա? Շատ լավ, բայց նաև հայտարարագրում նշել եք ինչ-որ Hyundai, դա ինչ Hyundai է? Այդ խոսքը նախորդ 23 թվականի հայտարարագրի մասին է, Hyundai Kona մակնիշի մեքենա, որը ըստ հայտարարագրի պահանջների եթե 90 օր եւ ավել օգտագործել եմ, պետք է հայտարարագրվեր, ես ճիշտ չեմ հիշում օրերի քանակը, թե որքան եմ հայտարարագրել, բայց որպեսզի նաեւ չսխալվեմ, այդ մեքենան հայտարարագրել եմ, քանի որ ընկերոջս պատկանող մեքենան է եղել եւ ըստ անհրաժեշտության այդ թվում նաեւ Գյումրի գնալ գալու համար այդ մեքենան օգտագործել եմ եւ օրենքով սահմանված կարգով հայտարարագրել եմ։ Դրանից հետո արդեն 2020 բարևարկության մասով կներեք հայտարարագրվել է Kia մակնիշի 99919 մակնիշի ավտոմեքենան։ Շնորհակալություն։ Հասկանալի է, բայց Kia-ն ճիշտ եմ հասկանում, որ հիմնականում ձեր աներն է վարում, դուք հիմնական շահագործողը չեք այդ մեքենայի։ Ես ճիշտ ասած չգիտեմ ինչ եք կենտրոնացել աներոջս վրա, բայց աներս կապ չունի այդ մեքենայի հետ։ Ձեր հայրն է, վայ նորություն եմ խնդրում, կներեք, նորություն եմ խնդրում։ Այսօր արդեն չորրորդ մարդն եք խառնվել ենք։ Հա, ձեր հայրն է հիմնականում շահագործում, ոչ դուք։ Լավ, Ցելա հիմա այդ մեքենան վաճառվել է, նոր մեքենա է կնել ինքը նորից շահագործում է։ Kia մակնիշի մեքենան վաճառվել է։ Շատ լավ։ Ինձ կասեք դուք օրինակ վերջին օրերին որտեղ եք ապրել, գիշերել, կարելի ասել, գիշեր, այս գիշեր որ, չգիտեմ, մի քիչ ուրիշ ձև չեմ ինչի հարցս, տունն եք, իսկ ինչ մեքենայով եք եկել աշխատանքի այսօր, աշխատանքի կամ ստեղ։ Գործընկերներից մեկի մեքենայով, անձնական։ Իսկ ոնց եք ճանապարհորդում առհասարակ, պետք է ինչ-որ տեղ գնալ, ասենք ընտանիքով կամ տենց։ Դրա համար հայտարարագրել եմ նաև այն մեքենաները, որոնք օգտագործում եմ հիմնականում, դուք նշեցիք այդ մեքենաները, ըստ անհրաժեշտության նաև տաքսի մեքենաներ եմ վերցնում եւ իսկ ինչ վերաբերում է ծառայական անհրաժեշտության դեպքում, եթե անհրաժեշտություն առաջանում, նաև ծառայական մեքենաներ կան։ Շատ լավ, ձեր շենքում դուք նաև ավտոկայանատեր եք վերցրել։ Բայց այդ ավտոկայանատերին դատարկ ատեղ ոչ մեկ չի կանգնում ոնց որ թե։ Կասեք
իմաստը որն էր, տախտուկայանատեղին կարծեմ 3.5 միլիոն դրամի կարգի գումար արժի, չէ՞։ Կարող է այցելության ժամանակը դատարկել Վանյանցյան։ Ես չեմ կարող ասել, թե դատարկացնող ժամանակահատված նկատի ունեք։ Ոչ միշտ է դատարկ։ Երբ որ ես օգտվում եմ, հա, նշածս ավտոմեքենաներից, բնականաբար կայանում եմ իմ ավտոկայանատեղիում։ Ու նաև պլանավորում եմ ձեռք բերել ավտոմեքենա, հետևաբար ավտոկայանատեղին անհրաժեշտություն այդ մասով։ Լավ, հաջորդ հարցս վերաբերվում է կանխիկին նորից։ Օրինակ